Շնորհակալություն, պարոն Հայրապետյան, նախ համակարգված ներկայացնելու համար։ Իրականում մեր առաջարկը, որ ներկայացվել էր, ոչ թե օրենքի խախտում էր ժամկետի առումով, դա հայեցողական լիազորության հարց է, օրենքի որևէ դրույթ չկա, որ արգելի հիմնական զեկուցողին կամ հեղինակին իրացնելու դա կամ դիտարկելու դա որպես կոնկրետ առաջարկություններ, բայց այնուամենայնիվ դա ձեր արդեն հայեցողության լիազորության դաշտն է, այստեղ առարկություն չունեմ։ Տեսեք, դուք նշեցիք, բայց մեր առաջարկը վերաբերում էր ոչ թե քանակ ավելացնելուն, այլ վերաբերում էր նույն կարգավորումը, ինչ որ մենք ունենք օրինակ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում կամ մրցակցության պաշտպանության հանձնաժողովում, նույն կարգավորումը լինի նաև տեղեկատվական այս նոր մարմնի ձևավորման շրջանակներում, այսինքն հերթականությամբ կառավարության առաջարկություն, իշխող խմբակցության առաջարկություն եւ ընդդիմադիր խմբակցության։ Հիմա ձեր ներկայացածով գուցե այդպես չի, ես խնդրեցի նաեւ հանձնաժողովի աշխատականը, որպեսզի տպված վիճակով բերի, ստացվում է, որ բոլոր դեպքերում մեկ անդամի առաջադրելու իրավունք է ստանում։ Մինչդեռ մեր առաջարկած կարգավորումը կարող է ստեղծել իրավիճակ, երբ որ մեկի փոխարեն երկուսը կարող է առաջադրել ժամկետի մեջ նկատի ունեմ, էլի։ Մենք պատկերացրեք, եթե ընդունենք 6 չի 5 է, դուք հիմա առաջարկում եք 6, այդ 6 ընդհանրապես հանձնաժողովները կենտ թվով են ելնում, զույգ թվով չեն ելնում, էլի։ Եթե բան չի, կարող ենք էլի 5-ը պահպանել, պարզապես ընթացակարգը հետևյալն է։ Առաջադրվեց, մանավանդ առաջին օրինակ կազմի ժամանակ, առաջադրվեց 1, 2, 3, լրացավ, այս հաջորդ փուլը առաջադրման իրավունքը կառավարություն, իշխող մեծամասնություն եւ այլն, այսպես շարունակ։ Հիմա տրամաբանությունը դա այստեղ հուշում է, որ հնարավոր է, որ 2 անձ առաջադրվի։ Ժամանակի ցանկացած փուլում հնարավոր է, որ մի այ ներկայացման իրավունք ունեցողը ժամանակի մեջ նույն իր գործունեության ժամանակահատվածում 2 անձ կարողան առաջադրի ըստ հերթականության։ Հետևաբար, որպեսզի թյուրիմացություն չլինի, խնդրեմ այստեղ հստակ բարձրաբանում, սահմանվել է ուղղակի 1 քվոտա, թե առաջադրման իրավունք, սա հստակեցնենք առանց սահմանափակման, քվոտայի սահմանափակման։ Եթե որտեղ սկզբունքային հարց է սա, կազմավորման տեսակետից եւ գործունեության տեսակետից։ Երկրորդը, մենք ունենք նաեւ առաջարկություններ կապված ազգային անվտանգության ոլորտում եւ այլ կարևոր ոլորտներում այն կոշտ սահմանափակմանը, որ սույն օրենքի դրույթները չեն տարածվում այդ ոլորտների վրա։ Որքան գիտեմ, նաեւ քննարկումների ընթացքում էլ պայմանավորվեցինք, որպեսզի հստակություն մտնի, որ կիրառվում են, սակայն եթե առանձնահատկություններ կան սահմանված այդ օրենքներով, այս ոլորտներ, այս կազմակերպությունների գործունեությունը կարգավորող ոլորտներով, ապա կիրառվում են այդ առանձնահատկությունները, որպեսզի ստանդարտը լինի միևնույնը բոլորի համար։ Բայց այս մասով ոնց որ չլսեցի ես ձեր կողմից տեսակետ, խնդրեմ, որպեսզի նաև այս մասով բարձրաբանում ներկայացվի։ Իսկ ընդհանուր առմամբ շնորհակալ եմ մեր առաջարկները քննարկման առարկա դարձնելու համար։ Նախ ես վեցմիշով պարոն Հայրապետյանը պատասխան այդուհանդերձ անդրադառնամ, էլի պարոն Հայրապետյանը ասաց, որ բովանդակային առումով ուսումնասիրել է առաջարկները, բայց մենք առաջնորդվում ենք ազգային ժողովի կանոնակարգ օրենքով եւ ազգային ժողովի կանոնակարգ օրենքի շրջանակներում խմբակցության գրավոր առաջարկների համար նախատեսված է ժամկետ։ Եթե իրավական առումով ժամկետը անցնելուց հետո են ներկայացվել այդ առաջարկները, մենք համարում ենք, որ նման առաջարկներ չկան, բայց այդ բովանդակային այդպիսի արգելք չկա, պարոն Վարդան, հիմա ասած հայեցողական լիազորության դաշտում է։ Դա մեկնաբանության հարց է, բայց մենք այդպես ենք մեկնաբանում, եթե կարիք ունեք, հա, երբ մեկնաբանում մենք կարող ենք առանձին աշխատանքային քննարկման խնդրեմ։ Ես պարոն Մինասյան չեմ մտնի այդ իրավական հարցերի մեջ, որովհետև հատկապես այս հանձնաժողովում պատգամավորները շատ ավելի լավ են տիրապետում իրավական նրբություններին, քան ես։ Եթե դուք պնդում եք, որ հայեցողական է, ապա մենք կողմ ենք քվեարկում ձեր առաջարկին։
որովհետև քաղաքական մշակույթի տեսանկյունից կառավարություն կամ իշխող ուժ ընդդիմություն երկխոսության կուլտուրայի տեսանկյունից անձնապես ինձ համար նախընտրելի է, որ եթե կա մի դրույթ, որի շուրջ կա կոնսենսուս, մենք ընդունենք ընդդիմության առաջարկը եւ երբեմն մեր հանրությանը նաեւ այս շենքից դրական ինչ-որ լիցքեր ու ազդակներ հղենք, որ կա երկխոսություն եւ ինչ-որ կարևոր նախագծերի շուրջ երբեմն նաեւ լինում են հրաշքներ, որ լինում են կոնսենսուսներ քաղաքական հակամարտող կողմերի միջև։ Եթե դուք պնդում եք, որ մեր հայեցողությամբ է, ապա ես կխնդրեմ հանձնաժողովի նախագահին քվեարկության դնել, որպեսզի նաեւ արձանագրվի, որ մենք դիրքորոշում եւ վերաբերմունք ենք հայտնում Հայաստան խմբակցության ներկայացրած առաջարկների վերաբերյալ եւ ոչ թե մենք ենք հանդես գալիս այդ առաջարկներով, սա արդեն հանձնաժողովի որոշմանն եմ թողնում։ Ըստ էության հենց ՀՑԿՀ-ի մոդելով ենք առաջնորդվում։ Հենց ճիշտ նույնությամբ, եթե ուզում եք, ես ընթերցեմ ձևակերպումը, հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում տեխնազու առաջադրելու իրավունք ունի կառավարությունը, հանձնաժողովի մյուս անդամների թափուր պաշտոններում տեխնազու առաջադրելու իրավունք ունեն հաջորդաբար կառավարությունը, ազգային ժողովի կառավարող խմբակցությունը եւ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունը։ Ընդ որում, եթե ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավելի են, ապա ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները հանձնաժողովի անդամի համապատասխան թափուր պաշտոնում առաջադրում են նախապես համաձայնեցված մեկ միասնական տեխնազու։ Կառավարությունը հանձնաժողովի անդամների տեխնազուներ առաջադրելիս պետք է առաջնորդվի առավելագույնս տարբեր մասնագիտական կարողություններով եւ այսպես շարունակ։ Այսինքն այս մասով ձեր մտահոգությունները փարատված են եւ ճիշտ նույնությամբ այդ մոդելն ենք մենք նախատեսում հենց այս մարմնի համար։ Ինչ վերաբերում է առաջին հոդվածին վերաբերող առաջարկների մասով, ասեմ, որ Պաշտպանության ազգային անվտանգության, արտաքին հարաբերությունների, արտաքին հետախուզական գործունեության իրականացման ոլորտներում օրենքի պահանջները չեն տարածվում այն հիմնավորմամբ, որի սկզբանե օրենքը մշակելիս մենք կարգավորման մի այնպիսի մոդել ենք ընտրել, որ հնարավորություն է տալիս մասնավոր հատվածին բացահայտ եւ անվտանգ եղանակով կիսվել կիբերմիջադեպերով վստահելի միջավայրում եւ առանց պատժիչ հետևանքների նկատմամբ վախի։ Մեկ խոսքով եթե նշենք, կարող ենք ասել, որ այս մոդելը քաղաքացիակենտրոն մոդել է եւ այն երկար քննարկումների արդյունքում է ձևակերպվել։ Միևնույն ժամանակ ամենևին չի էլ բացառում այլ օրենքներով այդ մասում կարգավորումների նախատեսումը, օրինակ հարակից օրենքների փաթեթով ներկայացվել ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է, որ նշված ոլորտներում կիբերանվտանգության ապահովման մասով նույն լիազորություններն ունենալու է ազգային անվտանգության մարմնում ձևավորվելիք կիբերպաշտպանության ազգային կենտրոնը National Cyber Defense Center, որպես կառուցվածքային ստորաբաժանում։ Վերնշված ենթադրում է, որ մենք կիբերանվտանգության ապահովման միասնական համակարգ ենք ներդնում եւ կիբերանվտանգության ապահովման տեսանկյունից չկարգավորվող որևէ ոլորտ պարզապես չի լինելու։ Ինչը վերաբերում է օրենքով նախատեսված կիբերհանցագործությունների ոլորտի վրա այս օրենքի կարգավորումների չտարածման դրույթը հանելուն, ապա պետք է նշեմ, որ դա ընդունելի չէ, քանի որ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով առանձին հավելվածի տեսքով արդեն իսկ սահմանված են կիբերհանցագործությունների հստակ ցանկը։ Արձագանք ունեք, Վարդանյան։ Շնորհակալ եմ, պարոն Հարապետյան։ Տեսեք, 6 անդամ եք նշել, պարզ թվաբանական վերլուծություն անենք, հանած նախագահան տակը մնում է 5։ Վարդանյան, հազար ներողություններ, հարգելի գործընկերներ, որոնք անդադ բողոքում են առայն, որ ազգային ժողովը թույլ չի տալիս, որ իրենք իրականացնեն իրենց բնականոն լրագրողական գործունեությունը։ Դուք հիմա կոնկրետ կներեք, էլի խանգարում եք, անդադ խոսում եք։ Խնդրում եմ։ Խնդրեմ, պարոն Հայրապետյան։ Պարզ գործողություն անենք, հա։ Դուք ասում եք 6 անդամ։ 6 անդամից նախագահին հանեցինք, որ կառավարությունն է առաջադրում, տակ մնաց 5 անդամ։ 5 անդամից ըստ այս փոփոխության առաջարկի առաջարկում է կառավարությունը 1 անդամ, երկրորդ առաջարկում է իշխող խմբակցությունը 2-րդ անդամ, երրորդ առաջարկում է ընդդիմությունը 3-րդ անդամ։ Նախագահի հետ եղավ 4։ Հիմա գալիս ենք
նորից հերթականություն է։ Կառավարություն 1 անդամ եւ իշխող մեծամասնություն 1 անդամ։ Այսինքն հենց հասավ երկրորդ առաջադրման, որ ընդդիմությունը պետք է առաջադրի, ստից կտրեցինք թելը եւ ասացինք, որ 6 անդամ է լինում։ Ինչն է խանգարում, որ 7 անդամ դառնա, որպեսզի լիարժեք իշխող եւ ընդդիմադիր խմբակցությունները ունենան հավասար հնարավորություն, ի վերջո կառավարությունը ունի արդեն 2-3 ներկայացուցիչ այնտեղ, նախագահ եւ 2 անդամներ, կամ դարձնենք 5 եւ ավարտենք այստեղով, որ իշխանությունն էլ չունեն այդ հնարավորությունը, իշխող խմբակցություններ չունեն այդ հնարավորությունը, կամ եթե տալիս ենք իշխող խմբակցությանը երկրորդ անդամին առաջադրելու իրավունքը, նույն իրավունքը վերապահենք նաև ընդդիմությանն էլ, համ դրանով նաև հանձնաժողովի տրամաբանական կենտ թվին կգանք, 7 անդամի պարագայում, հետո 7-ը լավ թիվ է ի վերջո, կամ 5 դարձնենք, կամ 7, որպեսզի նաև իրավունքների տեսակետից պաշտպանվի սա։ Առաջարկը կարծում եմ ընկալելի եղավ։ Ընդհանուր առմամբ նորմալ է, որ այս փուլում գոնե այս երկու օրենքների տրամաբանությամբ է ներկայացում։ Իհարկե հետագայում մենք պետք է քննարկենք ընդդիմություն իշխանություն հարաբերությունների հարցում ի վերջո պարլամենտական կառավարման համակարգում փոխադարձ զսպման համակարգը ոչ թե գնում է կառավարություն պարլամենտ, այլ իշխանություն ընդդիմություն հարթության մեջ։ Ի վերջո կառավարությունը մեծամասնության վստահությունը վարող թիմն է։ Չի կարող էլի մեծամասնությունը պարլամենտում լինելով հակակշռել կամ զսպել իր թիմին։ Այստեղ զսպման համակարգը պետք է գործի պարլամենտում, ընդդիմություն, իշխանություն կամ իշխանության խմբակցություն փոխադարձ զսպումների համակարգով։ Հետաբար սա տրամաբանական կարող է լինել, եթե միջև քվեարկությունը այս մասով ձեր առաջարկը լինի։ Իսկ ընդհանուր առմամբ նորից ուզում եմ ասել, որ շատ կարևոր է երկխոսությունը եւ այո, ես էլ եմ այն բանի կողմնակից է, որ կարևոր օրենքների մասով, եթե կա այդպիսի հնարավորություն, որ քննարկումների իման վրա գալ կոնսենսուսի, դա շատ լավ բան է։ Հիմա այս դեպքերից մեկը սա կարող է լինել այդ դեպքերից մեկը, կոնկրետ այս առաջարկի մասով։ Ինչ վերաբերում է երկրորդի մասով ձեր ներկայացած հիմնավորմանը, անշուշտ իմ համար ընդունելի չէ, հասկանում եմ, բայց ընդունելի չի, որովհետև օրինակ ստանդարտները անկախ ամեն ինչից պետք է կիրառելի լինեն պետական նաև բոլոր մարմինների համար։ Եվ չէ, հիմա այդ կոնկրետ այդ դրույթը ինքը խնդրահարույց է դարձնում ստանդարտների կիրառման տեսակետից։ Եթե խնդրահարույց չի դարձնում, խնդրեմ պարզաբանում այս մասով ավելի հստակ, որովհետև տպավորությունը, որ այս կիբեռանվտանգության մասին օրենքի հոդվածները, կարգավորումները, բոլորը, խոսք չի գնում մենակ պետական մարմնի կարգավորման տեսակետից, վերահսկողության տեսակետից, այլ ստանդարտների, այլ գաղտնիության օրինակ պահպանման այլ կանոնների, որոնք ստանդարտների ներքո կարող են շատ ավելի լայն լինել, քան զուտ միայն առանձին օրենքներով կարգավորումներով։ Սա է առաջարկի իմաստն ու տրամաբանությունը, որն եղել է։ Պարոն Մինասյան, վերջից գալով ասեմ, որ այդուհանդերձ անում եմ այդպիսի պնդում, որ ստանդարտները կիրառվելու են բոլոր մարմինների վրա եւ այն կենտրոնը, որի մասին նշեցի, կիբերպաշտպանության ազգային կենտրոնը հենց այդպես էլ առաջնորդվելու է, այսինքն այդ լիազորությունները ամբողջությամբ ունենալու է եւ գործելու է այդ ստանդարտներով, իսկ նոր ձևավորվելիք մարմնի անդամների տեխնացուների ընտրության կարգի հետ կապված ասեմ, որ ես էլ եմ կողմ, որ 7-ը լավ թիվ է, բայց ավելի մեծ թվեր էլ կան, որ էլի ինձ դուր են գալիս, բայց դա չի նշանակում, որ մենք կարող ենք, այսինքն դիտարկել անընդհատ ավելի մեծացնելու հնարավորությունը եւ ես ասեմ, որ
գուցե հանձնաժողովը ինքը որոշի 6 թիվը սահմանի, թե պահպանի 5 թիվը։ Մեր մոտեցումը հավատացնում եմ ձեզ չի եղել, որ երկրորդ փուլով ընդդիմության ինչ-որ բան սահմանափակել։ Կառավարության դուք շատ խորացաք իրականում։ Կառավարության ներսում այդ վարժությունը չի արվել։ Կառավարության ներսում դիտարկվել է ձեր առաջարկը եւ հնչել է առաջարկ, որ մեկ տեղով ավելացնենք, որպեսզի ապահովենք անհրաժեշտ ներառականություն այս process-ի, հաշվի առնելով նաև մեր երկրի պարլամենտական կառավարման ձևը եւ տրամաբանությունը, եւ ինչու ոչ նաև ես խոսեցի այդ քաղաքական մշակույթի մասին, արձանագրելով նաև ձեր լիագումար նիստերի ընթացքում հնչեցրած այն միտքը, որ դուք մշտապես դրական եք արտահայտվում, հատկապես երբ ազգային անվտանգության հետ կապված նախագծերը բերում գործադիրը եւ այստեղ եւս դրական եք տրամադրված, պարզապես կարեւոր է, որ ընդդիմությունը եւս իր ընդդիմության մասնակցայնությունը եւ ներառականությունը ապահովված լինի։ Հավատացնում եմ ձեզ, այդտեղ որևէ եւ ես վստահ եմ դուք ինձ հավատում եք, որևէ դավադրություն չկա, որ հանկարծ որևէ երկրորդ փուլով հնարավորություն չտա առաջադրելու։ Հասկանալի է, միևնույն է, ազգային ժողովը ընտրում է եւ այդտեղ այլ ենթատեքստեր խնդրում եմ չփնտրել, հավասար ձայների պարագայում պարզապես հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է լինելու։ Սա է ամբողջ տրամաբանությունը։ Հայլ հարցեր պարոն Հայրապետյանին։ Եթե այլ հարցեր չկան, խնդրեմ։ Ուղղակի շատ կարճ, պարոն Հայրապետյան, շնորհակալություն, բնականաբար ձեր հետ աշխատանքը ստացվել է եւ ստացվում է այս հարաբերության մասով, բայց ես առաջարկում եմ, որպեսզի այնուամենայնիվ կամ մնա 5 թիվը, կամ դառնա 7։ Եթե հանձնաժողովի մեր գործընկերները դեմ չեն, հենց այս հարցով քվեարկություն մի հատ առանձին կազմակերպվի, պարոն Վարդանյան։ Ես ընդհանրապես ասեմ, որ դուք կարող եք դա որպես առաջարկ հնչեցնել, այնպես չի, որ ես ձեզ դա պիտի ասեմ, բայց որպես առաջարկ քվեարկություն, չէ, հիմա էլ կարող է, չէ, բանավոր առաջարկ։ Բանավոր առաջարկ կարող եք հնչեցնել, պարոն Մինասյան, եւ շատ անկեղծ պետք է լինեմ, եթե առաջարկը հնչի, ինձ թվում է ես պետք է փոքրիկ ընդմիջում վերցնեմ, որպեսզի մենք քննարկենք նաև աշխատանքային կարգով եւ վերադառնանք այստեղ, եթե հնչի առաջարկ։ Եթե առաջարկ չհնչի, մենք առաջնորդվելու ենք այն նախագծով, որը ներկայացել է հիմնական։ Ընդունեք, որ հնչեց առաջարկը։ Որն է առաջարկը։ Նվազեցնել թե ավելացնել թիվը։ Հա, կամ հանձնաժողովի անդամների թիվը դարձնել 7, կամ իջեցնել 5։ Հիմա հարցը հետեւյալն է, իջեցնել 5։ Հարցը այսպես։ Եվ երկրորդ առաջարկը երկու առաջարկ կարող եմ անել։ Սենց ասեմ։ Այս առաջարկը բաժանենք ես կձևակերպեմ, պարոն Մինասյան, որպես ներկայացվել է A եւ B առաջարկ B A ավելացնել թիվը եւ դարձնել 7, առաջարկը չընդունվելու դեպքում քննարկել երկրորդ առաջարկը, նվազեցնել թիվը եւ թողնել 5, եւ հիմա պետք է հասկանանք նաեւ այս պարագայում ինչպես է ձևավորում, որտեղ մենք ունենք այս 6-ի պարագայում հետեւյալ տրամաբանությունը։ Հանձնաժողովի նախագահի առաջադրման իրավունք գործող կանոնակարգման շրջանակներում սա կառավարության լիազորությունն է, կառավարության առաջարկելու իրավունքն է նախագահ պլյուս 3 անդամ։ Չէ, այդպես չի կարող։ Չէ, հա, բայց ամեն դեպքում բանը, եթե հերթականությունը նայում ենք, եւ 6-ի պարագայում նախագահին եւ հանձնաժողովի 3 անդամին առաջադրելու իրավունք ստանում կառավարությունը։ Ճիշտ եմ գալու պարոն Հայրապետյան։ Մեկական անդամ առաջադրելու իրավունք ստանում է ազգային ժողովի իշխանական կամ եւ ընդդիմադիր խմբակցությունները։ Ձևակերպումները այդպես է։ Ես առաջարկում եմ, որպեսզի մենք նաեւ հարությանը մոլորության մեջ չգցենք լրատվամիջոցների հետ միասին։ Ես առաջարկում եմ փոքրիկ ընդմիջում վերցնել, քննարկել, եթե դեմ չեք պարոն Հայրապետյան։ Ընդմիջում 15 րոպե փորձենք քննարկենք եւ վերադառնանք այստեղ։